ըստ ով է ձեր վարչապետի թեկնածու։ Ներկայ իշխանություններին այնքան բան կա ասելու, միայն դրական։ Ես ապրել եմ 95 թվականից 1995 թվականից մինչև 22 թվականը 2000 Ուկրաինայում եւ պատերազմը սկսելուց հետո եկել եմ Հայաստան իմ ընտանիքով։ Շատ լավ եմ ինձ զգում։ Եվ 22 թվականից հետո ամեն տարի ավելի լավ ու ավելի լավ։ Ես չեմ ասում, ասենք նա վերաբերվող թոշակներին եւ այլ, բայց տեսնում եմ, որ շատ լավ ապագա կա Հայաստանում։ Եվ շատ ուրախ եմ Հայաստանում ապրելով։ Ոչ թե հավատում եմ, այլ տեսնում եմ։ Ես հավատում եմ, իհարկե։ Ապրիլ ամսին ես 65 տարեկան եմ ու շատ ուրախ եմ, որ ապահովագրության թեկնածու եմ եւ մասնակից։ Որոշել եմ ընտրելու։ Ուր անդիմություն, ես անդիմություն չեմ տեսնում։ Հակված եմ մի քիչ դեպի իշխանությունը։ Դե սկսեցին լավ բաներ անել։ Ժողովրդի մասին հոգալ։ Այդ բժշկությունը շատ մեծ օգնություն է, շատ մեծ, օգտվել ենք անձամբ, մեր ընտանիքով, շատ գոհ եմ։ Տեսնենք, ընդեղում ընտրենք։ Նախկիններից ոչ մեկին չեմ ընտրի, ուզում եմ հավատամ, առայժմ որ լավ է, հույս ունեմ, որ Ամերիկան իր խոսքի տերը կլինի մի քիչ պատժկականի մեզ։ Այդքան բան։ Իմ միակ ցանկությունը խաղաղությունն է։ Մենք սովին էլ դիմացանք, ցրտին էլ դիմացանք։ Այս զոհերի հետ չենք հաշտվում ոչ մեկս։ Մեր այժմյան կառավարությանը, որովհետև շատ լավն են, որովհետև եւ բժշկությունը, եւ խաղաղությունը, ամեն ինչը, որ մեկը թվեմ։ Ապահովագրությունը բժշկական, գիտեք այդ ինչ հրաշք կա։ Ամենակայացած նույնիսկ պետություններում կան շատ լավերը։ Իսկ կան, որ ահավորություն է, մեր մոտ շատ լավ է։ 65+ մարդիկ ամեն ինչից օգտվում են։ Դրանք միայն խոսքեր չեն, մարդիկ օգտվում են։ Մեծահասակները գնում են իրանց դեղերը ստանում են, բա դա վատ է։ Այդ նշանակում է, որ քո ծերության մասին արդեն ինչ-որ մի բան պետությունը հոգում է։ Խաղաղությունը։ Մենք ուրա հերու տնից տեղից էլ չտեսնենք մեր երեխեքի, թոռների մահը։ Դա էլ է շատ լավ։ Այդ որ գոռում, գոչում են արժանապատիվ, 30 տարի եկաք թալանեցիք, բա այդ արժանապատվության մասին չմտածեցիք։ Էլ Շանել, էլ Դիոր, էլ եսի ինչ միլիարդներ դիզեցիք, հագնվեցիք, ձեզ ցույց տվեցիք, բա անհարմար չի։ Պետությունը Ադրբեջանը զինվեց, դուք թալանեցիք, նա զինվեց, դուք թալանեցիք։ Այդքան բան գոնե մենք հասկանում ենք, նայում ենք, տեսնում ենք։ Որոշել եմ։ Ներկայիս։ Չէ, դեռ շուտ է։ Դեռ չեմ որոշել։ Ընտրել եմ։ Եվ ում եք հակված։ Ներկայիս իշխանությանը։ Ինչու։ Շատ բաներում։ Հիմա որ այս այգին կարգավորված վիճակը ես հաճելի ձևով ման եմ գալիս։ Եվ մի շարք բաներ։ Օրինակներ շատ կան։ Ամենալավը, որ սահմանում ամեն ինչ նորմալ վիճակում է։ Վերջերս է, որ տեսա Պապիկյանը նախարարը ներկայացրեց, թե ինչքան գործ են կատարել ընդեղ, հիացած եմ ուղղակի, որ այն բանկեքից վերջապես սահմանազատվեց սահմանները։ Տեսնենք, մնաց սահմանազատումը որ լինի, շատ լավ կլինի, իսկ խաղաղությունը առավել եւս բոլորիս համար, մենակ ես ինձ համար չեմ ասում, բոլորի մեծ ու փոքր, որ մենք այդ խաղաղ լավ լուսավոր արևի տակ ապրում ենք, ամենամեծ բանն է։ Շատ բան կա դրա համար եմ ասում, որ մեկն ասեմ, թոշակները հենց նոր ստացա, բանը հավելյար գումարներ եկել էր հաշվից վրա գնացի ստացա, դրան զուգահեռ ինչ ասեմ, ամեն ինչն է լավ, ճիշտ է, ես այտենց հիվանդություններ չունեմ, ասված չանի, թող ոչ մեկն է չունենա, բայց բոլորսի դեղերից օգտվում ենք, լավից վատ,
իմ բարեկամուն 50,000 դեղը ձրի է ստացել, որ տարի մի անգամ է սրսկվում, մի ամպուլան 50,000 ձրի ստացել էր, դա շատ մեծ օգնություն է նման ընտանիքներին, հիվանդներին, պատկացեք հլը մի տարվա դեղն անա այդքան փող տվե, բա առօրյա խմած դեղերին ինչքան է փող վճարում, ամեն դեպքում շատ լավ է, ամեն ինչ լավ է, ես բողոքելու ոչինչ չունեմ, կարևորը դա է։ Դա էլ հարցավոր տալիս ես, Փաշինյան։ Ինչու։ Որովհետև այսքան լավ բաներ արել է մեզ համար, կարող է իրան չընտրենք։ Մանկապարտեզները հետ բերեց։ Ես Ռուսաստանում էի, որ եկա, մանկապարտեզների համար թե ինչ կռիվ էր գնում ստեղ, ամեն մեկը ուզում էր այդ մանկապարտեզների ու արեցին իրանցով։ Դրանք մեծամասամբ հետ բերեց, դպրոցները վերանորոգեց, ճանապարհները սարքեց, էլ ինչ ասեմ, էլ ինչ թոշակները բարձրացրեց, խաղաղությունն էլ, գիտեք ինչ, խաղաղությունը դժվար է տրվում, բայց չի օրինակ տես 20 միլիոն բան, это Ռուսաստանը 20 միլիոն ֆաշիզմին զոհ տվեց, չէ, բայց Գերմանիայի հետ էլ հիմա իրանք նորմալ հարաբերությունների մեջ են, այսինքն նիտո որ ոնց թե եթե բարշենք, ուրեմն թուրքը կգա մեզ կուտի, եթե մինչև մի չի կերե, արդեն կերելա պրծելա, էլ չի ուտի, մի խոսքով երեխեք ջան, լավ ալնելու։